Այս օրերին Հայաստանը կանգնած է բացառիկ զարգացումների առջև։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում, կալանավորվում կամ դատվում են քրեական վարույթների շրջանակում։ Եկեղեցու 4 եպիսկոպոսներ այս պահին մեղադրվում են տարբեր հոդվածներով։ Նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը տարվա ամենաակտիվ քննարկվող թեմաներից են։ 2025 թվականի հունիսի 25-ին առաջինը ձերբակալվեց Բագրատ arczepiskopos Գալստանյանը որպես սրբազան շարժման առաջնորդ։ Սրբազանը մեղադրվել է ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու փորձի մեջ։ Դատավարությունը մինչև հիմա ընթանում է։ Բագրատ Սրբազանը, նրա աջակիցները եւ համախոհները չեն ընդունում մեղադրանքը։ Բագրատ arczepiskoposi գործով դատական նիստերն ընթանում են ամեն 5 շաբթի Շենգավիթի դատարանում։ Ես ես երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ լինի։ Շիրակի թեմի առաջնորդը Միքայել arczepiskopos Աջապահյանը ձերբակալվեց 2025 թվականի հունիսի 28-ին։ Մի քանի օրում Սուրբ Էջմիածնի երկրորդ բարձրաստիճան հոգևորականի հետապնդումը բողոքի մեծ ընդվզում առաջացրեց։ Սրբազանին պաշտպանելու համար Մայրաթոռում հավաքվեցին բազմաթիվ հոգևորականներ եւ հավատացյալներ։ Մարդիկ վրդովված էին թե եկեղեցու հանդեպ ակնհայտ հալածանքից, թե այն հանգամանքից, որ Միքայել Սրբազանին ձերբակալելու համար ոստիկանական ու ազգային անվտանգության ծառայության զորքեր են ներխուժել Մայրաթոռի տարածք։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգևոր դասի ջանքերով այդ օրը հաջողվեց խուսափել լուրջ բախումներից։ Նման հետևանքները կանխարգելելու համար Միքայել Սրբազանն ինքը ներկայացավ բաժանմունք, որտեղ էլ ձերբակալվեց։ Նրան մեղադրանք ներկայացվեց զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը բռնազավթելու կոչեր անելու մեջ։ Խոսքը վերաբերում էր Սրբազանի հրապարակային ելույթներին, որտեղ նա քննադատել էր կառավարության քաղաքականությունն ու իշխանափոխությունը անհրաժեշտություն համարել։ Հոկտեմբերի 3-ին Միքայել arczepiskopos-ը դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ Այդ դատավճիռը համարվում է դասական քաղաքական դատավճիռ։ Միքայել Սրբազանը չի ընդունում մեղադրանքը, այն համարելով քաղաքական եւ կազմակերպված ճնշման հետևանք։ Փաստաբանների թիմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը ձերբակալվել է նույն տարվա հոկտեմբերի 15-ին։ Իրավապահները պնդում են, որ նա 2021 թվականի հանրահավաքների ընթացքում օգտագործել է իր ազդեցությունը մարդկանց հարկադրելու համար, որ մասնակցեն ցույցերի։ Մինչդեռ հանրությունը համարում է, որ այս մեղադրանքները նույնպես պայմանավորված են քաղաքական շարժառիթով եւ ուղղված են եկեղեցու գործունեությունը սահմանափակելուն եւ անձամբ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, քանի որ Մկրտիչ Սրբազանը վեհապար հայրապետի ազգականն է։ Սրբազանի պաշտպանները պնդում են, որ մեղադրանքի համար ոչ մի իրավական հիմք չկա։ Հունվարի 26-ին աշտարակի դատարանում կկայանա Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գործով առաջին դատական նիստը։ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ձերբակալվեց Մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Առաջադրվել են տարբեր մեղադրանքներ, այդ թվում թմրամիջոցներ տարածելու։ Արշակ arczepiskopos-ի պաշտպանները պնդում են, որ դրանք իրականում ոչ մի իրավական հիմք չունեն եւ մտածածին են, եւ որ այս գործով արդար դատաքննությունը լիովին բացակայում է։ Լրատվամիջոցներով տարածվող կարծիքների համաձայն այդ մեղադրանքները կեղծված են եւ նպատակաուղղված են հոգևորականին զրկելու հեղինակությունից ու էջմիածնական դիրքորոշումը թույլատնելուն։ Արշակ arczepiskopos-ի գործով դատական նիստերը դեռ չեն սկսվել։ Այս հոգևորականների դեմ ներկայացված մեղադրանքները մեծ արձագանք են ստացել թե Հայաստանում եւ թե արտերկրում։ Մեծամասամբ այս ամենը ընկալվում է որպես քաղաքական ճնշման դրսևորում, ուղղված եկեղեցու հեղինակության, առաջնորդների եւ պաշտպանների դեմ։ Ըստ բազմաթիվ վերլուծությունների, հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասը թիրախավորվել է եկեղեցուն անկախությունից զրկելու եւ համակարգային ճնշումներ ուժեղացնելու համար։ Մարդկանց հատկապես հուզում է, որ եկեղեցուն հետապնդելը լիովին հակասում է Հայաստանի սահմանադրությանը, այսինքն փաստացի խախտվում է երկրի հիմնական օրենքը եւ քաղաքական ճնշումներով խոչընդոտվում է եկեղեցու առաքելությունը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։